Այսօր հարև ձեզ եմ ներկայացնում Toyota Quaster ճապոնացիքի հերթական գլուխ գործոցը։ Հիմա տեսախցիկը թեքեմ, ներեցեք։ Հիմա մոտիկանանք Quaster-ին Toyota-ին, ես ձեզ մեկ բան ցույց տամ։ Ուրեմն, երբ որ Toyota Quaster-ի ուղևորների դուռը բաց է լինում, այսինքն լինում է բաց, ինչ է տեղի ունենում դուռը, երբ որ լինում է բաց։ Հիմա ցույց տամ, այս բանին փակ է դուռը։ Իր գազի պեդալի տակ կա նմանատիպ համակարգ, այսինքն էսի կնոպկան է, ինքը մեխանիկա է, նորից 5 սկորուս, գազ տորմուս կոնուս, կա նմանատիպ համակարգ գազի պեդալի տակ։ Երբ որ ուղևորների դուռը բաց է լինում, այսինքն ուղևորների դուռը, երբ որ դու կոճակով բացում ես, ինչ է տեղի ունենում, սա գալիս է առաջ, գազի պեդալը անում է զախված, որպեսզի դու չկարողանաս գազ վերցնես, մինչև որ դուռը չփակես, համակարգը չի թողնի, որ դու ընթանաս։ Ահա եւ այդպես խելացի բան են մտածել ճապոնացիները արտադրելու ժամանակ այս ավտոբուսը։ Այսինքն, երբ որ դուռը լինում է բաց, դու չես կարող գազ վեկալես, այսինքն ինքը գալիս է առաջ բլոկավորում է գազի պեդալը, որպեսզի դու չկարողանաս քշես, մինչև որ դուռը չփակես։ Երբ որ դու դուռը կփակես, այդ ժամանակ ինքը կթույլատրի վերցնես գազ եւ ընթանաս։ Ահա եւ նմանատիպ խելացի բաներ են մտածում ճապոնացիները, որը շատ հեշտացնում է մարդկանց կյանքը եւ անվտանգությունը, երաշխավորվում է մարդու անվտանգությունը։ Ահա եւ նմանատիպ հետաքրքիր բաներ Toyota Quaster-ի մասին։ Այսքանը։ Եվս մեկ նյուանս, Toyota Quaster-ները իրանք ռեսորների վրա չեն, այսինքն իրանց տակը ռեսոր չկա, նմանատիպ ձև է, ահա ոտ, այսպես, իրանք ռեսորների վրա չեն, ահա, ցույցադրեմ տակը, որ տեսնեք դու, ինչերի վրա է, չկա ռեսոր էլի իրանց տակը, ինչի հաշվին իրանք գնում են շատ փափուկ, անձայն են, կոմֆորտ են ու կարելի ասել սպրինտերի պես փափուկ են գնում, այդպես հետաքրքիր փաստեր Toyota Quaster-ի մասին, որը ես հայտնեցի ձեզ, շնորհակալություն։